Սամվել Կարապետյանին քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան կալանքի միջնորդությունը քննարկելու համար։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Կարապետյանի փաստաբանները ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում են, որ նա այն չի ընդունում։ Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել։ Հայաստանի էլեկտրական ցանցերն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանձնարարական է տվել, որ մեկ ամսում կամ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Հանձնարարականի օրն ավարտվում է հունիսի 21-ին, հայտնել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով ազգային ժողովում արդեն կա հեծն ազգայնացնելու օրենքի նախագիծ։ Փաշինյանի կարծիքով Սամվել Կարապետյանի ակտիվացումը կապված է հենց այդ հանգամանքի հետ։ Ագարակի անցակետի մոտ հայկական կողմում մեծ թվով բեռնատարներ են կուտակված։ Ազատության փոխանցմամբ մեքենաները հիմնականում իրանական համարանիշներ ունեն։ Նախորդին հայ-իրանական սահմանին աշխատող հայ ծառայողները պատմել են, որ մարդկանց շարժը մի քանի անգամ ակտիվացել է Իրանի եւ Իսրայելի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ մեղադրանքի Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ լինելով պաշտպանության բանակի հրամանատար, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո եւ սպանվել։ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Դոլգենկոյե եւ Սումի մարզի Նովոնիկոլաևկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաքելությանը հրավիրել առաջիկա թիմ ընտրությունները դիտարկելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ ԵԱՀԿ դիտորդներին տեղական ընտրություններին հրավիրելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։